Վարչապետ նաև այս առիթը օգտագործելով ուզում էի նաև նշել, որ ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում, եթե մենք ցանկանում ենք մթերատվության բարձրացում ունենալ, դա միայն պահվածքով չի սահմանափակվում կամ պահվածքով չի պայմանավորվում, պահվածքով, այսինքն անասնաշենքը դա պահվածքի ձևն է, պայմաններն այն։ Հետևաբար 3 կարևոր բաղադրիչ կուզենայի առանձնացնել, որը 3-ի պահպանման դեպքում նոր մենք ունենում ենք համալիր արդյունք, մեկը դա իհարկե պահվածքն է եւ կառավարության այս ծրագիրը խթանում է հենց արդյունավետ պահվածքի մեխանիզմները, երկրորդը դա գենետիկան է եւ գենետիկայի համար է, որ կառավարությունը տոհմային կենդանիների նաեւ ձեռքբերման աջակցության ծրագրեր է իրականացնում, նաեւ հիշեցնեմ մեր գործընկերներին, որ կառավարությունը 2025 թվականին արհեստական սերմնավորման համար փոխհատուցման ծրագիր է իրականացնում եւ այստեղ մենք 70%-ի չափով փոխհատուցում ենք եւ ծրագիրը մեկնարկել է արդեն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, այդտեղ մենք եղած գենետիկան բարելավում ենք արհեստական սերմնավորման միջոցով եւ երրորդը, որը որ շատ կարեւոր է նաեւ պահպանել, դա կերն է, սնուցումն է։ Եվ այստեղ կերի արտադրության համար էլ մենք մի քանի տարբերակներ ենք առաջարկել եւ քչերն են հիշում, որ կառավարությունը լիզինգի, ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում հիդրոպոնիկ կերի սարքավորում ձեռք բերելու համար այնտեղ անհրաժեշտ 20% կանխավճար կա, այդ 20% կանխավճարի 80%-ը կառավարությունը որպես դրամաշնորհ է տալիս եւ արդեն սարքավորումը ինքը օգտագործելով կարողանում են մարդիկ առանց գրավի միջոց ունենալու ապահովման անհրաժեշտություն կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է։